Հրաչը այն բազմաթիվ հերոս տղաներից մեկն է, որ իր կյանքը տվեց հանուն հայրենիքի եւ հանուն ընկերոջը, ընկերոջ կյանքը փրկելու համար։ Փառք Աստծո, որ այդ ընկերը ողջ է, առողջ է, այո։ Իհարկե վիավորը, բայց ապակին ող։ Ընկերոջը փրկելու համար կասեի նաեւ այդ ընկերոջ մահաբեր գնդակը, որ պետք է ընկերոջը կպներ, նա վերցրեց իր վրա, փրկեց ընկերոջը։ Դա հրաչի տեսակն ասի։ Ինքը ցանկություն հայտնեց վերջերս 2 ամիս առաջ ուզում էր դառնալ սպա։ Այո։ Նրա ունակությունները մակարդակը սպային վայել անձնավորություններ զորամասում համապատասխան փաստաթղթեր վերցրել ենք։ Մենք հերթագրել ենք դա ինչ-որ մի պրոցես է, որը պետք է անցնի։ Եվ մենք պատրաստել ենք փաստաթղթերը, որպեսզի ուղարկենք այսպես կոչված վերապատրաստման սպայական դասերի։ Եվ հրաչը պատրաստ էր ապագա սպա դառնալու համար։ Նա իր տեսակով այդպիսին էր։ Կիրթ, համերաշխընկերասեր, հայրենասեր։ Ասում էր, եթե պատերազմ եղավ, ես առաջինը պետք է գնամ ու հնա։ Ինքը իր խոստումը կատարեց։ Եթե 90-ական թվականների պատերազմի մասնակիցներին, որ իմանում էր ծառայել են, պատերազմի մասնակից են, հարցնում էր ինչ եղավ, ոնց եղավ, մանրամասները, իրեն պետք է շատ էր հետաքրքրում, որովհետև ինքը շատ հայրենասեր էր, ինքը ասում էր, ես պարտադիր պետք է գնամ, թուրքը չպետք է կարողանա անցնի։ Ինքը մարտի կեսին է գնացել դիրքեր, այսինքն 13-14 իրար հետ ընկերներով հավաքվել էինք, այտենց վերջ անգամ իրան այդ ժամանակ ենք տեսել։ Խոսել եմ հեռախոսով մի անգամ, մարտի վերջ երևի 30-31, զանգեց ասեց հեսա գալիս եմ, պատրաստվեք, ես ենք անելու, ստեղ են գնալու, են ենք անելու եւ այլն եւ այլն։ Արահանգիս և ողորմություն և ես մեղավորած հշտորյան սողություն անցարած։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ 75937 զորամասի 10-րդ հրաձգային վաշտի առաջին հրաձգային դասակի առաջին հրաձգային ջոկի գնդացրող շարքային պայմանագրային զինծառայող հրաց Սամվելի Մուրադյանը հետմահու պարգևատրվում է մարտական ծառայության մեդալով։ Ասու երկի